Արդեն 12 տարի էր, ինչ ես ու ամուսինս, Տիգրանը, միասին էինք։ 12 երկար, ձիգ ու սկզբում անսահման երջանիկ թվացող տարիներ, որոնք կամաց-կամաց վերածվեցին անվերջանալի ու խուլ մի մղձավանջի։ Մեր տունը մեծ էր, լուսավոր։ Տիգրանը իր սեփական ձեռքերով էր կառուցել ամեն մի անկյունը, երազելով, որ մի օր այդ պատերի ներսում մանկական ծիծաղ է հնչելու։ Բայց տարիները անցնում էին, ու մեր տանը տիրում էր միայն ճնշող, խեղդող լռություն։ Այդ լռությունը դարձել էր մեր կյանքի երրորդ բնակիչը։ Էն նստում էր մեզ հետ սեղանի շուրջ, պառկում էր մեզ հետ քնելու ու արթնանում էր մեզնից շուտ։ Մենք փորձել էինք ամեն ինչ։ Սկզբում հույսով լի այցելություններ բժիշկներին, հետո անվերջանալի անալիզներ, ցավոտ միջամտություններ, հորմոնալ բուժումներ, որոնք քայքայում էին ոչ միայն իմ մարմինը, այլև մեր երկուսի հոգիները։ Ամեն ամիս, երբ հերթական անգամ հույսը փշրվում էր, ես փակվում էի լոգարանում ու լաց էի լինում այնպես, որ ձայնս դուրս չգա։ Իսկ Տիգրանը լուր ծխում էր պատշգամբում, հայացքը հառած մթությանը։ Նա երբեք ինձ չէր մեղադրում, երբեք կոպիտ բառ չէր ասում, բայց ես տեսնում էի, թե ինչպես է նրա ներսում տղամարդու հպարտությունն ու հայր դառնալու երազանքը կամաց-կամաց մահանում։ Ամենածանրը բարեկամների ու հարևանների հայացքներն էին։ Հայկական ավանդական ընտանիքներում անպտղությունը կարծես դատավճիռ լինի։ Ամեն մի խնջույքի, ամեն մի հավաքույթի ժամանակ ես զգում էի Տիգրանի մոր, սկեսուրիս խղճահարությամբ ու թեթևակի նախատինքով լի հայացքը։ Նա անընդհատ կրկնում էր. «Տղաս արդեն 40-ին է մոտենում, բայց տունը դատարկ է, ժառանգ չունի»։ Այդ բառերը դաշույնի պես խրվում էին սիրտս։ Ես պատրաստ էի ամեն ինչի, նույնիսկ որդեգրման, բայց Տիգրանը կտրականապես դեմ էր։ Իմ արյունը պիտի լինի, իմ շարունակությունը, օտարի երեխա չեմ կարող մեծացնել, ասում էր նա, փակելով այդ թեման ընդմիշտ։ Արհեստական բեղմնավորման դոնորական ծրագրերից նա նույնպես հրաժարվեց ասելով, որ չի կարող տանել այն միտքը, որ իր կինը ուրիշի, անծանոթի սերմով է հաղիացել։ Մեր հարաբերությունները սկսեցին սառչել։ Տիգրանն ավելի շատ ժամանակ էր անցկացնում աշխատավայրում, ավելի ուշ էր տուն գալիս։ Ես տեսնում էի, որ կորցնում եմ իմ կյանքի միակ սիրուն, տղամարդուն, ում պաշտում էի։ Ես հասկանում էի, որ առանց երեխայի մեր ընտանիքը պարզապես կփլուզվի, ու մի օր նա կգնա այնտեղ, որտեղ իրեն կարող են զավակ պարգևել։ Մեր հարևանությամբ ապրում էր Արմենը։ Նա մոտ 45 տարեկան, հանգիստ, խոհեմ տղամարդ էր։ Տարիներ առաջ ավտովթարից կորցրել էր կնոջն ու միակ դուստերը և դրանից հետո ապրում էր միայնակ, փակված իր վշտի մեջ։ Տիգրանն ու Արմենը լավ հարաբերությունների մեջ էին։ Հաճախ էին բակում միասին սուրճ խմում, նարդի խաղում կամ մեքենա վերանորոգում։ Ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Արմենին, բայց երբեք նրան որպես տղամարդ չէի դիտարկել։ Բայց մի օր, երբ պատուհանից նայում էի, թե ինչպես են նրանք երկուսով զրուցում բակում, գլխումս մի խելագար, սարսափելի ու միևնույն ժամանակ փրկարար միտք ծագեց։ Արմենը արտաքնապես շատ նման էր Տիգրանին։ Երկուսն էլ բարձրահասակ էին, թուխ մազերով, նույնիսկ դիմագծերի մեջ ինչ-որ ընդհանրություն կար։ Նա առողջ էր, խելացի ու ամենակարևորը, նա երբեք ոչ մեկի հետ չէր կիսվի իր գաղտնիքով։ Ես հասկացա, որ եթե երեխա ունենամ Արմենից, նա այնքան նման կլինի Տիգրանին, որ ոչ ոք, նույնիսկ Տիգրանը ինքը երբեք չի կասկածի։ Այդ միտքը սկսեց ուտել ինձ ներսից։ Գիշերները չէի քնում, լաց էի լինում, աղոթում էի, որ Աստված ինձ ների իմ մեղավոր մտքերի համար, բայց առավոտյան տեսնելով Տիգրանի դատարկ ու տխուր հայացքը, ես հասկանում էի, որ պատրաստ եմ գնալ դժոխք, միայն թե փրկեմ իմ ընտանիքը։ Սա դավաճանություն չէր կրքի կամ սիրո պակասի պատճառով, սա զոհաբերություն էր։ Ես պատրաստվում էի վերցնել աշխարհի ամենածանր մեղքն իմ ուսերին, իմ ամուսնուն երջանկություն պարգևելու համար։ Սպասեցի հարմար առիթի։ Տիգրանը 3 օրով գործուղման էր մեկնել։ Այդ երեկո դրսում հորդառատ անձրև էր գալիս, իսկ իմ ներսում փոթորիկ էր։ Ես պատրաստեցի ընթրիք, վերցրի մի շիշ գինի ու դողացող ոտքերով քայլեցի դեպի Արմենի տուն։ Երբ նա բացեց դուռը, զարմանքից քարացավ։ Ես երբեք մենակ չէի գնացել նրա տուն։ Ներս մտա, դրեցի սկուտեղը սեղանին ու առանց բառ ասելու նստեցի աթոռին։ Ձեռքերս այնպես էին դողում, որ չէի կարողանում անգամ բաժակը բռնել։ Ման է, ինչ է պատահել։ Տիգրանի հետ բան ա եղել, անհանգստացած հարցրեց Արմենը։
Ես նայեցի նրա աչքերի մեջ ու զգացի, թե ինչպես են արցունքները հեղեղի պես թափվում աչքերիցս։ Ես պատմեցի նրան ամեն ինչ։ Պատմեցի մեր դժոխքի, իմ հուսահատության, Տիգրանի կոտրված հոգու մասին։ Ես լաց էի լինում ու խոսում էի այնպես, կարծես կանգնած լինեի Աստծո առաջ։ Եվ հետո, խեղդվելով արցունքների մեջ, ասացի իմ առաջարկը։ Ես խնդրեցի նրան օգնել ինձ, խնդրեցի ինձ երեխա պարգևել։ Սենյակում տիրեց մեռելային լռություն։ Լսվում էր միայն անձրևի կաթիլների հարվածները պատուհանին ու իմ ծանր շնչառությունը։ Արմենը գունատվել էր։ Նա ոտքի կանգնեց, մոտեցավ պատուհանին, երկար նայեց դուրս, հետո շրջվեց ու ասաց. «Մանե, դու հասկանում ես, թե ինչ ես խնդրում։ Դու հասկանում ես, որ դա մեղք է, որ դա խաբեություն է Տիգրանի հանդեպ, ով իմ ընկերն է»։ Ես ամեն ինչ հասկանում եմ, Արմեն, շշնջացի ես, բայց եթե ես սա չանեմ, Տիգրանը կմեռնի ներսից։ Ես նրան սիրում եմ կյանքիցս առավել։ Ես չեմ ուզում քեզանից ոչինչ, ոչ սեր, ոչ ուշադրություն, ոչ հայրություն, միայն մեկ հնարավորություն։ Թող ամբողջ մեղքը իմ վրա մնա, թող ես այրվեմ դժոխքում դրա համար, բայց օգնիր ինձ հայր դարձնել նրան։ Այդ գիշեր մենք երկար խոսեցինք։ Արմենը տեսնում էր իմ խելագարված վիճակը, իմ տանջանքը։ Որպես մարդ, ով կորցրել էր իր ամբողջ աշխարհը, իր երեխային, նա հավանաբար ավելի լավ էր հասկանում ընտանիքի արժեքը, քան որևէ մեկը։ Նա համաձայնվեց, բայց մի պայմանով. դա տեղի կունենա միայն մեկ անգամ, եւ դրանից հետո մենք երբեք, ոչ մի հանգամանքներում չենք խոսի այդ մասին, այն կմնա անցյալում, որպես ստվեր։ Այդ գիշերը դարձավ իմ կյանքի ամենածանր, ամենասարսափելի ու միևնույն ժամանակ ամենավճռորոշ գիշերը։ Սենյակում կիրք չկար, զգացմունք չկար, կար միայն խորը, ճնշող ցավ, մեղքի զգացում ու անսահման հուսահատություն։ Մենք երկուսս էլ լուռ էինք, խուսափում էինք իրար աչքերի մեջ նայելուց։ Ես փակել էի աչքերս ու մտքում անընդհատ պատկերացնում էի Տիգրանին։ Երազում էի այն օրվա մասին, երբ կտեսնեմ ժպիտը նրա դեմքին։ Երբ ամեն ինչ ավարտվեց, ես լուռ հագնվեցի ու դուրս եկա։ Անձրևը դեռ տեղում էր։ Ես կանգնեցի անձրևի տակ, թողեցի, որ սառը կաթիլները մաքրեն դեմքիս արցունքները։ Ես ինձ կեղտոտ էի զգում, դավաճան, բայց ներսումս կայծկլտում էր մի փոքրիկ հույս։ Անցավ մեկ ամիս։ Այդ ամիսը ինձ համար դարձավ իսկական դժոխք։ Ես չէի կարողանում նայել Տիգրանի աչքերին, չէի կարողանում դուրս գալ բակ, որպեսզի պատահաբար չհանդիպեմ Արմենին։ Ամեն անգամ, երբ Տիգրանը գրկում էր ինձ, ես ուզում էի գոռալ, պատմել ամեն ինչ, ընկնել նրա ոտքերն ու ներողություն խնդրել, բայց ինձ զսպում էի։ Եվ հետո եկավ այն առավոտը, երբ ես արեցի թեստը։ Երբ տեսա երկու գիծը, շնչառությունս կանգ առավ։ Ոտքերս թուլացան եւ ես նստեցի լոգարանի սառը հատակին։ Ես հղի էի։ 12 տարվա տանջանքներից հետո ես հղի էի, լաց էի լինում ձայնս գլուխս գցած։ Դա ուրախության, վախի, մեղքի ու սարսափի խառնուրդ էր։ Երբ Տիգրանը արթնացավ ու լսեց լացիս ձայնը, վախեցած վազեց լոգարան։ «Մանե, ինչ է եղել, ինչ է պատահել», հարցրեց նա ծնկի իջնելով կողքիս։ Ես դողացող ձեռքերով մեկնեցի թեստը նրան։ Տիգրանը նայեց պլաստմասե ձողիկին, հետո ինձ։ Նրա աչքերում սկզբում անհասկացողություն էր, հետո ցնցում եւ վերջապես արցունքներ։ Այդ ուժեղ, հպարտ տղամարդը, ով երբեք թույլ չէր տալիս իրեն արտասվել ուրիշի ներկայությամբ, գրկեց ինձ ու սկսեց հեկեկալ երեխայի պես։ Նա համբուրում էր ձեռքերս, որովայնս, շշնջում էր. «Աստված լսեց մեզ, Մանե, Տերն ողորմած է, հրաշք եղավ, հրաշք»։ Այդ պահին ես հասկացա, որ երբեք ոչ մի պարագայում նրան չեմ ասի ճշմարտությունը։ Ես կտանեմ այս գաղտնիքը ինձ հետ գերեզման, բայց երբեք չեմ կոտրի նրա այս անսահման մաքուր երջանկությունը։ Հղիության ամիսները անցան ինչպես հեքիաթում։ Տիգրանը փոխվել էր։ Նրա աչքերում նորից կյանք էր արթնացել։ Նա թռչելով էր տուն գալիս աշխատանքից։ Ամեն երեկո խոսում էր իմ փորի հետ, ծրագրեր էր կազմում, մանկական սենյակներ կահավորում։ Ամբողջ բարեկամությունը ցնծության մեջ էր։ Սկեսուրս, ով տարիներ շարունակ ինձ աչքի գրող էր համարում, հիմա վերաբերվում էր որպես սրբության։ Իսկ ինչ էր զգում իմ հոգին, ես տանջվում էի։ Ամեն անգամ, երբ դուրս էի գալիս բակ եւ հեռվից տեսնում էի Արմենին, սիրտս սկսում էր արագ բաբախել վախից։
Բայց Արմենը պահում էր խոստումը։ Նա դարձել էր աննկատ, երբեք չէր մոտենում, շփվում էր միայն Տիգրանի հետ, պահելով զգուշավոր հեռավորություն։ Նա տեսնում էր իմ մեծացող որովայնը, գիտեր, որ դա իր երեխան է, բայց նրա հայացքում ոչ մի պահանջ կամ զգացմունք չկար։ Նա պարզապես լուր հետևում էր մեր փրկված ընտանիքին։ Երեխան ծնվեց գարնանը, տղա էր։ Երբ ծննդատանը բժիշկը երեխային տվեց Տիգրանի գիրկը, ամուսինս նայեց փոքրիկի դեմքին ու արտասվելով ասաց. «Նա իր ման է, աչքերը իմն են, ճիշտ իմ աչքերն են»։ Եվ իսկապես, տղան զարմանալիորեն նման էր Տիգրանին, նույն մուգ մազերը, նույն հայացքը։ Բնությունն ու Աստված կարծես օգնեցին ինձ պահել իմ սարսափելի գաղտնիքը։ Մինք որդուս անվանեցինք Դավիթ, նրա ծննդով մեր տունը լցվեց լույսով ու աղմուկով։ Այն դատարկ ու սառը պատերը հիմա տաքացել էին մանկական ճիչերից ու Տիգրանի բարձր ծիծաղից։ Նա լավագույն հայրն էր աշխարհում։ Նա գիշերները արթնանում էր ինձնից շուտ, քնեցնում էր տղային, խաղում էր նրա հետ ժամերով։ Ես նայում էի նրանց ու հասկանում էի, որ իմ արած մեղքը իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր։ Երբ Դավիթը դարձավ 1 տարեկան, Արմենը վաճառեց իր տունը։ Մի օր, երբ Տիգրանը տանը չէր, իսկ ես բակում զբոսնում էի երեխայի հետ, Արմենը մոտեցավ մեզ հրաժեշտ տալու։ Նրա մեքենան արդեն բեռնված էր իրերով։ Նա կանգնեց մի քանի քայլ հեռավորության վրա, երկար ու տխուր հայացքով նայեց փոքրիկ Դավիթին, ով խաղաղ քնած էր սայլակի մեջ։ «Առողջ ու երջանիկ մեծանա», կամաց ասաց Արմենը։ «Նա շատ բախտավոր է, որ ձեզ պես ծնողներ ունի»։ Ես կուլ տվեցի կողորտիս հավաքված գունդն ու շշնացի. «Շնորհակալ եմ քեզ, ամեն ինչի համար։ Ներիր ինձ, որ ստիպեցի քեզ հեռանալ քո տնից»։ Նա թեթևակի ժպտաց, այնպիսի ժպիտով, որի մեջ համատեղված էր և ցավ, և խաղաղություն։ Ես վաղուց էի ուզում տեղափոխվել, այստեղ չափազանց շատ են հիշողությունները։ Իսկ դուք եղեք երջանիկ, դուք արժանի եք դրան։ Նա նստեց մեքենան ու հեռացավ։ Ես նայում էի նրա հետևից ու հասկանում էի, որ նա հեռացավ մեզ լիարժեք հանգստություն տալու և գաղտնիքը վերջնականապես թաղելու համար։ Նա մեծահոգի գտնվեց մինչև վերջ։ Հիմա Դավիթը արդեն 4 տարեկան է։ Նա ակտիվ, խելացի ու չարաճճի տղա է։ Տիգրանը պաշտում է նրան, շնչում է նրանով։ Մեր ընտանիքը ամուր է, ինչպես երբեք։ Ես երջանիկ եմ, իրոք երջանիկ եմ, երբ տեսնում եմ իմ ամուսնու ժպիտն ու լսում իմ որդու ծիծաղը։ Բայց երբեմն, երբ գիշերը բոլորը քնած են, ես մենակ նստում եմ պատուխանի մոտ ու նայում մթությանը։ Մեղքի զգացումը, ինչպես հին չբուժված վերք, երբեմն սկսում է ցավել։ Ես գիտեմ, որ ապրում եմ ստի մեջ։ Ես գիտեմ, որ ամեն օր խաբում եմ իմ ամենասիրելի մարդուն։ Բայց արդյոք սուտը մեղք է, երբ այն կյանք է փրկում։ Արդյոք դավաճանություն է այն քայլը, որն արվել է հանուն անսահման սիրո ու ընտանիքի պահպանման։ Ես չունեմ այս հարցերի պատասխանները։ Գուցե մի օր, երբ կանգնեմ Աստծո դատաստանի առաջ, ես ստիպված լինեմ պատասխան տալ իմ արարքի համար, եւ ես պատրաստ եմ ընդունել ցանկացած պատիժ։ Բայց քանի դեռ ես այս աշխարհում եմ, քանի դեռ տեսնում եմ Տիգրանի երջանիկ աչքերը, երբ նա գրկում է Դավիթին, ես նորից ու նորից կանցնեի այդ նույն դժոխքի միջով, որովհետև կնոջ համար աշխարհում ոչինչ ավելի թանկ չէ, քան իր ընտանիքի, իր սիրելի մարդկանց երջանկությունը։ Իմ գաղտնիքը իմ խաչն է, որը ես կկրեմ լուր մինչև իմ կյանքի վերջին շունչը։ Ես շոյում եմ քնած ամուսնուս մազերը, ծածկում եմ որդուս ու պառկում նրանց կողքին։ Տանը լռություն է, բայց սա այլևս այն խուլ ու սպանիչ լռությունը չէր։ Սա խաղաղության լռությունն է, որի համար ես վճարել եմ իմ հոգու հանգստությամբ, բայց երբեք չեմ փոշմանել։